Բարև ձեզ, սիրելի ուժեղ վարդենիցիներ ջան։ Սիրելի հայրենակիցներ, իրականում վարդենիսը չափազանց հյուրընկալ, ջերմ, ջիգյարով մեր հայրենակիցների վայրն է, բայց վարդենիսը բաժանվում է մինչև 2020 թվականի նոյեմբերի 9 ու 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո։ Սիրելի վարդենիսցիներ, ես շատ հստակ գիտեմ, որ 2021 թվականին ձեզ եկել տվել են խոստումներ, ձեզ տվել են լավ ապագայի խոստումներ, ու այդ խոստումները դրժել են, որովհետև իրենք պարզապես ձեզ ստել են, ձեզ խոստացել են, որ պետք է աղքատության մակարդակը ցուցանիշը 2 անգամ պակասեցնի, չեն արել, խոստացել են, որ պետք է զբաղվածության խնդիրը Հայաստանում լուծվի, չեն լուծել, խոստացել են, որ անվտանգային սպառնալիքները, խնդիրները պետք է լուծեն, դա էլ չեն լուծել, ինչ ենք առաջարկում մենք, ինչ է առաջարկում ուժեղ Հայաստանը, առաջարկում է 300,000 աշխատատեղեր, այդ աշխատատեղերը ստեղծվելու են Հայաստանի բոլոր շրջաններում, բոլոր մարզերում, այն, որ Գեղարքունիքի մարզը ունի ամենամեծ պոտենցիալներից մեկը, դա ակնհայտ է, այն, որ ուժեղ Հայաստանը ծայրահեղ աղքատությունը Հայաստանում վերացնելու է, դա Սամվել Կարապետյանի խոստումն է, մարդու, ով ծնվել է Հայաստանում, մեծացել է Հայաստանում, կրթությունը ստացել է Հայաստանում ու հայ լինելով, իր թիմում միշտ հայերով լեցուն լինելով, կարողացել է հասնել նման մեծ բարձունքների, հաջողությունների ու միշտ Հայաստանին կապացվի։ Սիրելի վարդենիսցիներ, մենք խոստանում ենք, որ Հայաստանում մեկ այլ խնդիրել պետք է շատ լրջորեն զբաղվենք ու լուծումները տանք։ Դա դեմոգրաֆիական խնդիրն է, դա ծնելիության խնդիրն է։ Այս վերջին 5 տարիների ընթացքում այս իշխանությունները այնքան անտարբեր են եղել իրենց իսկ մեր հենց բոլորի նկատմամբ, որ մենք ունենք նման լուրջ սպառնալիք, որ ծնելիությունը ահավոր Ժողովուրդ ջան իջել է։ Սենց ոնց կլինի։ Մենք դրա համար ասում ենք, որ ուժեղ Հայաստանը գալիս է, փոփոխությունները գալիս են, ուժեղ վարդենիսը գալիս է։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև ինչն ենք հստակ ֆիքսում։ Այս իշխանությունները հիմա 5 տարի հետո, հիմա էլ խոսում են մենակ խաղաղությունից։ Այսինքն այն իշխանությունը, որը 3 պատերազմ է բերել, որը նույն վարդենիս անվտանգային սպառնալիք է բերել, իհարկե շատ գեղեցիկ գրված է, հերոսների քաղաք, հերոսների սերունդ, այն, որ վարդենիսի նման երևույթներով չես վախեցնի, դա պարզ է, բայց ով է խոստանում խաղաղությունը, ով 3 պատերազմ է բերել, ով տարական տված խոստումները չի կատարել։ Մենք ասում ենք, որ ոչ թե միայն խաղաղություն է լինելու, այլ ուժեղ, կայուն, արժանապատիվ, երկարաժամկետ խաղաղություն է լինելու, այո։ Սիրելի վարդենիսցիներ, նաև իմ մասնագիտական տեսանկյունից էլ ասեմ, մենք մեր ծրագրում ֆիքսել ենք, որ Հայաստանում պետք է լինի հավաներում, պետք է լինի իրավունքի իրական գերակայություն ու մեր հասարակության մեջ այս պառակտումը պետք է վերանա, մենք պետք է լինենք միասնական, մենք պետք է լինենք համախմբված ու համերաշխ, որտեղ սա է հայի ձևը, սա է մեր ձևը, չէ ժողովուրդ ջան, մենք իրար ջան ասող, ջիգար ասող մարդիկ ենք, ոչ թե ամենտեղ ատելություն տարածող։ Ժողովուրդ ջան, եկեք ես ասեմ փոփոխությունները, դուք ասեք գալիս են, հլը տենանք կստացվի, փոփոխությունները, 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 ջան, ժողովուրդ ջան, հունիսի 7-ին, Քվեաթերթիկ համար 3, փոփոխությունները գալիս են, փոփոխության համար 3
Վարդենիս ջան համար ջան, այո,